Մարդ, ով որ ոչ միայն կարողանում է վագինիզմը բուժի on-line, այլև նաև high post-ի միջոցով։ Մի քանի հոգի են մեգա աստղեր, օրինակ ես եմ գլխավորը, հետո դու ես։ Ուսումնասիրելով նայելով ինքը առանձին գիտություն է։ Մի հատ օրգազմագետ, մասնագետ է։ Մեկը միշտ պետք է հասկանանք, որ բժշկի կարծիքը շատ քիչ է։ Թե բժիշկների, թե հիվանդների մոտ այդ իդեա ֆիքս կա, որ պիտի մեզը կամ սերմը ստերիլ լինի։ Էսթետիկ բժշկության մեջ մի հատ էլ անիմաստ գործողություն կա, օրինակ G կետի մեծացում։ Հայաստան 5000-ը կուսաթաղաթեններ կրե։ Սեռական ակտը 5 վայրկյան է, ամեն ինչ վատա դառնում է 5 րոպե, դառնում է ամեն ինչ լավ։ Ծանր բանաներ, դժվար սեռական ցանկության նվազումից բողոքեր։ Ցանկացած բարակամ կախվածությունը խնդիր է։ Hola signore, signorita. The king of vaginismus, այսպես կարող սկսել մեր հաղորդումը, եթե մեր հյուրը որոշեր չվերադառնալ հետ Հայաստանի Իսպանիայից։ Մարդ, ով որ ոչ միայն կարողանում է վագինիզմը բուժի on-line, այլև նաև high post-ի միջոցով։ Բժշկական գենետիկայի կենտրոնի բժիշկ սեքսոպաթոլոգ իմ լավ ընկեր Անդրոնիս Ղարիբյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բայց հնարավոր կլինի մի օր, ասենք, մի օր ասենք էլեկտրոնայինը զարգացած, պոչտայով հեճեղել նամակը գրենք, ես տուն նամակը գա, սիրելի բժիշկ, ձեզ հարց ունեմ, ասենք 35 տարեկան եմ, հարաբերություն չեմ ունեցել, եւ այլն եւ այլն։ Չի եղել, բայց շատ ռոմանտիկ էր, օրինակի համար Instagram-ով գրում են, TikTok-ով, օրինակ mail-ին են գրում, Gmail-ին են գրում հաճախ։ Իսկ տուն նամակ գա դուխից հանածնի վրա դիշ բացես ու տեսնես ասա։ Ոնց ես։ Շատ լավ։ Լավ է սկսվել այսօր օրը։ Շատ լավ օրը սկսել էր, ինքը գրանցում ուներ, ես ունեի, հանեցիր գրանցումները տեկան մեզ հյուր։ Այո։ Հա, այսօր շատ տենց սպոնտան ստացվեց քո հյուր գալը մեր հաղորդմանը, Անդոն երկրորդ անգամը առաջի հաղորդումը կարաք նայեք, լինքը միտեղ կթողան ժողովուրդը, բայց լիքը խոսալու բան կա, Անդոյի կյանքում 2 տարվա մեջ լիքը բան է փոխվել, օրինակ ինքը հետ է եկել Հայաստան։ Ու հետաքրքիր է, այսինքն ես քեզ ճանաչելով գիտեմ, որ դու միշտ էլ ուզում էիր հետ գալ Հայաստան, ու դա միշտ չէիր գնացել ապրելու, բայց մի հատ մարդկանց ասա, ես հետ եկի Հայաստան, մորթը թողի Իսպանիան, շատ լուրջ է։ Նախ առաջինը ես ոնց ասեմ, նախ առաջինը Հայաստանը շատ կարոտում էի, այդ մեկ։ Հետո ես շատ զվինկերական ուտող խմող, քեբաբ, խորոված, ինչ որ գիշերը միտեղ գնալ, ոբշեմ, տենց ընկերներով նմանատիպ անձնավորություն եմ ու իմ համար շատ տխուր էր հիմնականում օրես անցկացնել մենակ, կամ չգիտեմ։ Իհարկե ընկերներ ունեմ շատ լավ, բոլորին բարևում եմ իմ Իսպանիայի ընկերներին, հայ։ Բայց մեկը այդ ինչ չէր հերիքում, ինչ որ մի բան ինչ չէր հերիքում։ Հետո այնտեղ մի քանի թաքուն ինֆորմացիա կա, որը չեմ ասի, որտեղ որոշել եմ վաճառեմ հետո լրատվականներն էլի, չեմ ուզում բացահայտել։ Ո՞մ ասի թաքուն ինֆորմացիա։ Չեմ ուզում բացահայտեմ։ Ու տենց, հետո եկա Հայաստան, հետո լավ, էլի մի քանի գաղտնիք էլ ասեմ, հա, Հայաստանում բնականաբար իմ համար ավելի հեշտ է, որովհետև արդեն մարդիկ գիտեն քիչ շատ, չգիտեմ, Instagram-ը, TikTok-ը, Facebook-ը, հետեւաբար այդպես պացիենտների պակաս չկա, կարող ես ձեռի հետ նաև գովազդներ անես, մի խոսքով։ Հետո աշխատում ենք շատ լավ տեղ, օրինակ գենետիկայի կենտրոնում, ասում, խոսում, իջնում ենք կրուասան ենք ուտում, գնում ենք շաուրմա ենք ուտում, հետ են գալիս մեկ է պացիենտները, ասենք թեթի արաղ են բերում, ընթացքում հետ ենք խմում, հետեւաբար ինչ խնդիր ովքերով կներեք ովքերով եք այդքան նանում ես դες բաների մեջ չկամ հա ազնիվ խոսք չէ դե դու մենակ բան ես ուտում օրգանական սնունդ ես էլի ուտում եւ դիետիկ շաուրմաներ ավոկադո եւ դիետիկ շաուրմա իսկ եթե լուրջ տեղ երկուս ընկերական խոսակցություն է այսօրվա հաղորդման հիմքում լինելու շատ հավեսով հաղորդումը որ հարթուկ անելուց լսեք հնդակ ու բարձրացնել ենք մի քանի հատ հարցեր տարօրինակ հարցեր որ ինձ էլ անդրանություններ ես որ ես եկա ասացի որ ես չունեմ թեմա խոսալու պետք է ինչ-որ բաներ առաջարկես ես խոսեմ որովհետեւ ինձ թվում է արդեն այնքան հանրային է այդ ամեն ինչը դառնում այնքան քիչ է որ Հայաստանում շատ մի քանի հոգի են մեգա աստղեր օրինակ ես եմ գլխավորը հետո դու ես եւ մնացածը ոնց որ բան է էլի մարդիկ էլ արդեն կզզվեն միշտ նույն մարդուն ասենք ոնց են ամեն օր հիմա որ ես ասեմ ես ինձ մեգա աստղ չեմ համարում կստացվի դու մի բան ասիր հետո էական չի հա չէ մեր հումորը մի քիչ ուրիշ է բայց հիմա այտենց շարունակենք դուք բախտավոր եք որ այս հաղորդումը նայում եք չէ սա կմտնեն հեյթերները կգրեն դուք ձեզ տեսել եք вообще ինչ մեգա աստղ լավ չէ հա ինձ կգրեն հա գնանի հարի նոր բժիշկ դառի բայց լավ արի սկսենք մի հատ թեմայից որի շուրջ մենք ուզում մի քիչ առաջ աստիճանների վրա խոսում էինք ասիր հիվանդը հարցնում է դաշտանի ժամանակ սեքսով զբաղվել կարելի է թե չէ դաշտանի ժամանակ կնոջ
կնոջ դաշտանի ժամանակ դա պետքա շեշտել սեքսով զբաղվել կարելի է թե չէ։ Տեսեք, դա անձի նախասիրությունը։ Ես վերջերս նկատել եմ, որ շատ են ասում, օրինակ բժիշկները, այսինչ կարելի է, այսինչ չի կարելի, որովհետև ես տենց եմ կարծում։ Մեկը միշտ պետք է հասկանանք, որ բժշկի կարծիքը շատ քիչ է, գոյություն ունի ապացուցական բժշկություն։ Առհասարակ ապացուցական բժշկության դեմ բոլորի կարծիքն է քիչ, շատ քիչ է, հա, ասենք ես իմ կարծիքով կարամ լինեմ, չգիտեմ, կաղապարված ու բոլոր պացիենտներին տանեմ դեպի մահը, ասենք, կամ չգիտեմ, բուլինգի ենթարկեմ, կամ չգիտեմ, որտեղ գոյություն ունի ապացուցական բժշկություն։ Եթե ասում եմ, որ դաշտային ժամանակ եթե ունեք ցանկություն կարող եք զբաղվել սեքսով, ապա կարող եք։ Այլ բան, որ օրինակ որոշակի խորհուրդներ կարելի է տալ տվյալ մարդուն, որ օրինակ եթե կարելի ունենա արտադրություն, տվյալ պարագայում կարող է մեծանալ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների հավանականությունը։ Բայց այն որ տվյալ մարդիկ կան, իդեպ կան նաև շատ կանայք, ովքեր որ հենց դաշտանային արտադրության ժամանակ են ունենում բարձր հորմոնալ ֆոն եւ ունենում են բարձր սեռական ցանկություն։ Այդ էլ է տարբեր։ Այսինքն այստեղ մենք չենք կարող մեր անձնական կարծիքը ներդնենք ու ասենք, «Էս լավ է, էս վատ է, նո, էս չանենք, ինչ չանենք»։ Հայեցի չի։ Հայեցին չի մենակ, այսինքն այստեղ գիտես որն է հարցը, որ մեկ-մեկ շուտ ապացուցական բժշկության թեմայից ես խոսում, ասում ես օրինակ քաղցկեղով հիվանդին քիմիա է պետք։ Մեկը մտնում ասում է իմ կարծիքով քիմիաները թունավորում են օրգանիզմը։ Հա, ոնց բացատրես մարդուն քո կարծիքը։ Օրինակ դուք պացիենտ չեք ունեցել, որ սիսերով բուժվի։ Հա, ոնց չենք ունեցել։ Ես ունեի ոսպով բուժվեց։ Բուժվեց, հա, բայց բանը ամենը չտան ոսպի կամպանիա ու գովաց չլինի։ Հա, ու ունեն ստացվեց, որ այդ ոսպը բուժել զուգած սուտ քիմիա էր ստանում, բայց ոսպը բուժեց չէ։ Երկու հատ օպերացիա քիմիա։ Ավելի լավ բաներ կային, որ ասեն գերիկամի կիստա են ունենում, գալի ասում են քաղցկեղ եմ ունեցել, քաղցկեղս բուժվել է, սոնոգրաֆիան անում ես էլի նույն կիստան է։ Քաղցկեղ ինքը չի էլ ունեցել։ Դե այդ պրոգնոստիկ բժշկության պրոգնոստիկ չէ էլի այդ follow up-ը, անիմաստ follow up-երի բժշկությունը։ Մենք մի քիչ սխալ ենք անում, մենք պետք է ախտորոշումները շատ ճոխացնենք, հետո գնա ավելի մանրամասն հետազոտվի տենա բան չկա, հետո ուրախանանք մատաղանենք, ասենք։ Դե հենց այդ է, էլի, ասենք կան մեր բժշկական հասարակության արդի կան, որ այսքան բան է, ասենք հիվանդի այսքան բան է։ Այսօր գիտես ինչ դիագնոզ եմ լսել, chronic erectile dysfunction։ Հիվանդն եկավ, ասես լուրջ նստած են համուսինս, կիսադողացնոց ցանում։ Մեր մոտ ախտորոշումը քրոնիկական էրեկտիլ դիսֆունկցիա, լրիվ դու տես դիագնոզ ինչքան վաղ գիտես։ Ես ավելի լավ բան եմ տեսել ես վերջերս, երբ որ սպերմայի մեջ լինում է 3 լեյկոցիտ, ասենք այդ մարդը 2 ամիս բուժվում է, էլի գալիս է էլի 3 լեյկոցիտ է գալի, ասենք այդքան է պիտի գա էլի, ասում են էսի նոր լեյկոցիտներ են, այդ հինը բուժվել է, այդ ոնց որ արդեն նոր սերնդի լեյկոցիտներ են, հասկացա՞ք։ Իսկ դրա համար այն գլխից ունեց է վախացնում, ունեց է նորմատիվը սարքում ախտաբանություն, որ հետո էլի մեկ այդ նորմատիվն է գալու, այդ պացիենտն էլ ասելու է հերթական անգամ չբուժվա ու չեղաստեղից իր մոտ խնդիր է առաջանալու։ Օրինակը որն է, урологիայում շատ գալիս են սոցիալում, ասում է իմ մոտ երբ որ ես քիչ եմ ջուր խմում, մեզիցս հոտ է գալի, բուժվում, չի բուժվում, ասում եմ ես էլ որ ջուր քիչ եմ խմում, մեզիցս հոտ է գալի ու չեմ բուժվում, նույն խնդիրն է, այսինքն վերջում է հիվանդը գան։ Այդ եղա որ ասում է երբ որ 5 օր չեմ լողանում, սպիտակ գույնի փառ։ Հա, սպիտակ գույնի փառ է կապում, հա 5 օր որ դեմքսը չլվեմ, 5 օր մոտի սպիտակ գույնի փառ կապի։ Ոչմ դաշտանի ժամանակ սեքսը հասկացանք, որ կարելի է զբաղվել առհասարակ բժիշկները ըստ ցանկության։ Ըստ ցանկության ամենակարևորը մեկի բժիշկը որ դու ես շատ լավ այդ հարցը բարձրացնում, միշտ խրատներ չտա հիվանդին։ Ես օրինակ քանի գնում, օրինակ իմ մոտ աղջիկ էր լացակումացել եկել, նշանացի այդ հարաբերություններ ունեցել, մեղրամսի ցիստիտ էր զարգացել, գնացել էր ուրիշ ուրոլոգի մոտ, խեղճ աղջկան, ոնց դու առանց եկեղեցի մտնելու սեքսով եք զբաղվել։ Այդ աղջիկը լացած, հոգի ուսս բանի մեջ եկել, ասում եմ, հա ոչինչ, էլ հանգստացի, դուք երբ բան լներ։ Ու զաքսի թուղթե չուներ։ Հա, զաքսի թուղթե չուներ այդ աղջիկը, զուտ իր սիրած տղամարդու հետ հարաբերությունը պոստկոիտալ ցիստիտ էր զարգացել։ Դրա հետ կապված այդ աղջիկը լուրջ ստրես էր տանում, սիրելի գոլեգաներ, կարող է մեր ասած ընդունեք կամ չէ, բայց եկեք այդ նույնն է, որ ուզում են հասկանալ տվյալ կինը, ասենք սեռական հարաբերություն ունի թե չունի, ասում են ամուսնացած եք։ Կարող ամուսնացած չեմ, բայց 15-ից սեքս պարտներ ունեմ, ինչի՞ ման։ Դե հենց այդ է հարցը, որ այդ ստերեոտիպային կարծրատիպերը դեմ են, որ բժիշկները սկսում են խորհուրդներ տալ։ Ոչ թե խորհուրդներ տալ, չէ, խորհուրդ կարող են տալիս հետեւյալ պացիենտը ուզում, խրատներ են տալիս։ Օրինակ տղեն հարաբերություններ է ունենում, սերավարակով է վարակվում, բժիշկը պետք է պարտավոր մենակ զգուշացնի, որ չկրկնվելու համար պրեզերվատիվ օգտագործի, բայց ոչ թե այ տղա քո փսակվելու վախտա գնա ամուսնացի, ինչ ես ընկե կլուբներ մլու։ Տեսեք, իմ ոլորտում
ամենաշատը ինչն է, օրինակ ես հիմնականում աշխատում եմ վագինիզմ, ցավային խանգարում ունեցող կանանց հետ, այնտեղ վուլվոդինիա եւ այլն, որ օրինակի համար հետո արդեն բուժվում են, ես վերջերս գնացել պացիենտս մեկ սոնոգրաֆիստի ու նախապես զգուշացնում եմ, որ ունեմ վագինիզմ, ունեցել եմ, որ ավելի նուրբ վարվեն տվյալ պարագայում, այդ որ իմանում արդեն ասենք 2 տարվա դեպք ա եղել, ասում եմ ողոնց ամուսինդ 2 տարի մնացել, ոնց կարա որպես կին ասենք հետո вообще մարդը որ մնացել է 2-3 տարի քո հետ իր հոգեբանությունը вообще սրճնշում է մարդը հա այս մարդ ունի ընկեր ամուսին ասենք իրանց համար ամեն ինչ նորմալ է եկել են բուժվել է նորմալ ասենք քո ինչ խելքի բանն է տվյալ մարդկանց զորով դե հենց այդ որ զորով գցում է հոգե այդ աղջիկը կոմպլեքսավորում ասում ոնց իմ կողքի տղամարդը 2 տարի է մատով չի կպել որտեղ ես խնդիր ունեմ դե դա էլի որ ասեք վախենում են բաներից As a bullying-դենից բանից ու ունենում են սեռավարակ, բայց չգիտեմ որ բժշկին դիմեն։ Вообще պետքա դիմել, պետք չի դիմել, կարող դիմեն բժշկի, вообще ինֆորմացիան սաղ աշխարհը տարածվի եւ այլն։ Դե այդ լավ շատ գնացինք այս տարածքը։ Հետ գանք, սենց մի հատ հարց։ Այսօր չգիտեմ առավոտից ինչ ա, մենք անդադ ինչ-որ հարցեր են ուղղվում պոռնո կախվածություններից, պոռնո ֆիլմերից եւ այլն, էրոտիկայից։ Դու ինչ ես չգիտեմ։ Հա, արդյոք պոռնո կախվածությունը ինքնին խնդիր է, այս գոյություն ունի այդպես խնդիր, թե մարդը ինչքան կարա պոռնո նայել, մեկը ձեռնաշարժությունը ինքնին պոռնո նայելու ժամանակ ինքը խնդիր է, թե ձեռնաշարժությունը խնդիր չի։ Okay, ցանկացած պարագայում կախվածությունը խնդիր է։ Դա կլինի պոռնո կախվածություն, դա կլինի ալկոհոլային, ծխախոտային եւ այլն։ Պոռնո կախվածության պարագայում մենք ունենում ենք խնդիրներ նաև ամուսնական կյանքում հիմնականում եթե օրինակ կա ամուսնական կյանք կամ պարտներներ երբեմն կախվածությունը ամենաառաջին չափորոշիչներից մեկն է որ այնքան կարևոր է դառնում որ տվյալ մարդը նախընտրում է պոռնոգրաֆիան իրական սեռական հարաբերության փոխարեն որտեվ հեշտ է արագ ու հեշտ է արագը կառավարել է կամ հիմնականում նայում է այն կատեգորիաները որ իրան դուր է գալիս ասենք չգիտեմ գրգռվում օրինակ միլֆ կատեգորիայից ու ասում է օքեյ ավելավա sense ինչ որ մի բան անեմ քան չգիտեմ իմ կինը չի համապատասխանում այդ նորմատիվներին իմ կինը ինձնից 3 տարի փոքր է հա բացի դրանից այդ պոռնո կախվածությունը իր հերթին բերում է Եվ կարծրատիպային ճոխ պատկերացումների, հա, այդ նույնն է, որ ասենք կանայք հասնում են օրգազմի ամեն ինչ նորմալ է, բայց իրանք կինոների մեջ տեսել են, չէ, որ օրգազմը տևում է 20 րոպե, ընդ ինչ որ գետեր ճչում, մի խոսքով։ Ամեն դեպքում այդ ամեն ինչն է բերում սխալ պատկերացումների իրական սեռական կյանքի։ Այդ տղամարդն է պատկերացնում, որ սեքսը պետքա տևի ժամուկես, ինքը բոլորը մտածում են, որ նա սեռական օրգանը պետքա լինի 20 եւ պլյուս սանտիմետր ու պետքա, եթե ինչ որ չի համապատասխանում, գնան մեծացնեն։ Հա, որ համապատասխան։ Որ համապատասխանի, որովհետեւ հայ, այդ իսկաժոնի բանը պոռնո ֆիլմերը շատ են տալիս։ Կախվածությունն է, որը պետքա բուժել միանշանակ։ Ինչ այստեղ որ մեթոդն է, այսինքն հոգեթերապիան է։ Ամենաառաջնային հոգեթերապիան, ամենաառաջնայինը։ Իսկ փոխարինել պոռնո ֆիլմեր օրինակ, չգիտեմ, ավելի այն ծխելը որ թարգ մնացում ավելի թույլ սիգարետ են ծխել։ Harm reduction։ BDSM-ը փոխարինվի ինչ որ բանով։ Չէ, չկա տենց բան։ Չկա, հա։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր հաղորդման գործընկեր Bon Farm դեղագործական ընկերությանը։ Bon Farm-ը ամերիկյան դեղագործական ընկերություն է, ով շուկայում հայտնի է իր բիոակտիվ հավելումներով։ Այսօր կխոսենք մասնավորապես Bon Farm դեղագործական ընկերության բուսական անվտանգ պրեպարատ Non-Stress Forte-ի մասին, ով կօգնի ձեզ հաղթահարել ստրեսը, կարգավորել քունը եւ իջեցնել նյարդային լարվածությունը։ Իդեպ ամենակարևորը կուզեմ շեշտել, որ Non-Stress Forte-ն չի առաջացնում կախվածություն։ Պրեպարատը կարող եք պատվիրել Bon Farm Armenia դեղագործական ընկերության Instagram-յան էջին գրելով կամ զանգահարելով նշված հեռախոսահամարով։ Դե ինչ սիրելիներս, առողջ եղեք։ Շատ են գրում, ու երբ որ էրեկտիլ դիսֆունկցիայով ջահել տղա է գալի մոտը, դու խոսում ես հետ ու կամաչում է բան, հետո բացվում է, սկսում ասել, հա, գիտես, ես տենց պոռնո կախվածությունն եմ ու դրա հետևանքով իմ մոտ երբ որ մենակ եմ ոչ մի խնդիր չունեմ, երբ որ ձեռնաշարժությամբ եմ զբաղվում ու իմ սիրած կատեգորիան եմ նայում, ոչ մի խնդիր չկա, որ պահին գալիս է բուն սեռական հավերությունը, ունենում եմ անդամի թուլություն։ Հաճախ կլասիկ էրեկցիայի խանգարման դեպք։ Ու այդ ժամանակ հենց իդեալական որը հիմնականում ունի հոգետին բնույթ։ Դե երկրորդը որ կուզեմ անպայման ասեմ, դա այն է, որ հոգետին բնույթի էրեկտիլ դիսֆունկցիան ինքը շատ վառ արտահայտվում է։ Այսինքն երբ որ քո մոտ գալիս է նիհար պարապած 23, 24 կամ 30 տարեկան տղա,
որ բողոքում է էրեկցիայից, որ ունի պահպանված առավոտյան էրեկցիան, իրան ստուգել պրոստու լավ գիտես, որ Տիվաններին 5 րոպե խոսում բերում եմ քո կաբինետ։ Հա, ստուգել պրոստատիտ, ստուգել քսուկի մեջ ինֆեկցիաներ։ Ես մաքսիմում կարող եմ հիվանդին առաջարկեմ, թե չպաշտպանված սեռական հարաբերություն ես ունեցել, չէ՞, ստուգվի։ Բայց ասում եմ քո խնդիր դու ինքը հաջող համոզում ասում դու տեստոստերոն խնդիր չունես, քո sense արտակինից երևում է որ դու Հա, вообще առասակ եթե դու ունենար հորմոնալ խնդիր շագանակագեղձի հետ կապված եւ այլն, քո մոտ ի սկզբանե էրեկցիա չէ լինի, ոչ առավոտյան էրեկցիա կլներ, ոչ ձեռնշարժության ժամանակ նորմալ ոչ էլ։ Շագանակագեղձի սուր բորբոքման ժամանակ դու կարաս ունես էրեկցիայի խնդիր, երբ որ դու ունես 38-39-ի ջերմություն ու նիդասեքսը էլի օրգանիզմի, մեկ էլ պրոստատեկտոմիայից հետո կարաս ունենաս կամ ինչ-որ հորմոն թերապիայի ժամանակ պրոստատիտը որ Ես ունեմ հարց, ինչ է առասարակ քրոնիկական պրոստատիտ, այսինքն շատ եմ տեսնում այդ ախտորոշում, չգիտեմ այդ ինչ է։ Այնց է ամենամեծ ու դրանից հետո ասենք 10-12 հատ պրոստատայի ինչ է դա տալիս։ Ոչ մի բան, քրոնիկական պրոստատիտ երբ ենք ասում, երբ որ շագանակագեղձի բորբոքումը սրացումը կրկնվում է տարին 3 անգամ կամ կես տարվա մեջ 2 անգամ, այսինքն ինչ է լինում։ Լուրջ դիզուրիա։ Մարդը միզելու հետ կապված խնդիր ունի։ Լուրջ քրոնիկ կոնքային ցավեր է ունենում, այսինքն դա վերածվում է քրոնիկ պրոստատիտի 3-4 ստադիաները, դա քրոնիկ կոնքային ցավն է, երբ որ արդեն բորբոքնացել դեպի պուդենտալ ներվը, ու դա արդեն նեյրոպաթիկ ցավի մասին է խոսում։ Տեսնել սոնոգրաֆիայի վրա երկու հատ քարի կտոր ու ասել դու քրոնիկի պրոստատիտ ունես, դա կարող է 30 տարի առաջ ակտուալ էր, երբ որ դիագնոստիկ հնարավորությունները այսքան շատ չէին, բայց հիմա դա իր ակտուալությունը կորցրել է։ Պրոստատիտը ինքը կլինիկական դիագնոզ է, ինքը անալիզների դիագնոզ չի։ Մարդի գանգատներից շեշտված դու արդեն կհասկանաս, որ քրոնիկական է պրոստատիտը, տեսուր։ Քրոնիկ պրոստատիտ ես իմ պրակտիկայում 95% հիվանդներ, որ ինձ ասել են պրոստատիտ ունեմ քրոնիկ, 5%-ն է ունեցել ռեալ քրոնիկ պրոստատիտ։ 95%-ի մոտ եղել է սոնոյով տեսել են երկու հատ կալցիֆիկատ ու ասել են հիմա հարց։ Քո մոտ գալիս է պացիենտ Ղարիբյան Անդրոնիսի կողմից ախտորոշված քրոնիկ պրոստատիտ։ Ասում է բուժվել եմ, լավ չեմ բուժվել։ Քո հետագա քայլերը։ Ասում եմ Նա Ղարիբյան Անդրոնիսի մոտից նման դիագնոզով հիվանդներ չեն գալի։ Երկրորդը ինչ պետք է անես, հիվանդի պետք է ասես, որ չէ, քո էրեկտիլ դիսֆունկցիան, որ դու ունես թուլությունը, որ դու կապված պրոստատիտի հետ, կապված չի պրոստատիտի հետ։ Արժանի պատասխան։ Հա, կապված չի պրոստատիտի հետ, որովհետև հա, մարդը պետք է հասկանա, որովհետև քրոնիկ պրոստատիտ բառը բոբոյություն է դառել։ Բայց ինքը բանը, երկրորդը, երբ որ գրքերը կային, այդ քրոնիկի պրոստատիտ է, ով որ ապարատուրա է ստեղծում քրոնիկի պրոստատիտ բուժելու, որից մի հատ է գիրք է գրում, որ այդ ապարատը կարողանա ծախվի։ Դե գիտես ինչին է նման, որ ժամանակին Ford-ը ավտոներ է ստեղծում, Michelin-ը ստեղծում է պագրիշկեք այդ ավտոների անվադողերը, հետո Michelin-ը որ իր բաները ավելի շատացնի վաճառքները, ժուրնալ է ստեղծում Путеводитель Michelin։ Ուսկում է ռեստորաններին գնահատականներ տալ, այդ պագրիշկեք արտադրողը, սկսում է գնահատականներ տալ, եթե ունի ռեստորանը մի աստղ, ճանապարհին եթե այդ ռեստորանը տեսնես Michelin-ի օրացույցով կարաս մտնես։ Եթե ունի 2 աստղ, կարաս ճանապարհից շեղվես մտնես, եթե ունի 3 աստղ, դու պետք է հավաքվես այդ օրը հատուկ այդ ռեստորան այցելելու համար, դից եկել է այդ ռեստորանների Michelin-յան աստղային դասակարգը։ Դա անվադողերի մարքեթինգ է։ Հիմա նույնը էտա, մարդը ապարատ ունի, պետք է մի հատ գիրք լինի, որտեղ խոսի։ Քրոնիկ պրոստատիտ դա քրոնիկ կոնքային ցավն է, դա պուդենտալ ներվի բորբոքումն է։ Իսկ չի լինում, որ գալսն ասում քրոնիկ պրոստատիտ ունեմ, քսուկի անալիզ են, ապակուրի անալիզը գրած է, բան կոկեր չափավոր կանակի, ասում ես կոկերը չի բուժվում մոտս։ Մի հատ ավելի բանալի բան է կա, որ ասում արդեն կիմանաք ու մասն են խոսում, պետք չի արդեն։ Չէ, այնտեղ հա բանը, հետո բանը ամենը խնդալուն որն է, որ այդ չափ մարդիկ մտածում են կամ բժիշկներ կան, որ չենք ուզում քլինգելով զբաղվենք, բայց դե քլինգելով չենք զբաղվում, պրոստը խնդիրներ ենք բարձրացնում, այն որ բանը ալու։ Ես կարծում եմ գումար աշխատելու տարբերակներ միշտ կա, այնքան մարդիկ կան, որ ունեն լիքը հիվանդություններ, այդ հիվանդությունը անտեսվում է։ Իսկ պետք չի առասարակ չեղած տեղից հիվանդություն հնարել ու որոշել բուժել։ Դա որ ազոոսպերմիայի ժամանակ այնտեղ բան է նշանակվում, չգիտեմ, ասում են, բանը սերմի մեջ ինֆեկցիաներ են որոշում, ասենք այնտեղ լուրջ կա խնդիր լինի։ Լմա չէ որ թե բժիշկների, թե հիվանդների մոտ այդ իդեա ֆիքս կա, որ պետք է մեզը կամ սերմը ստերիլ լինի։ Հա, որ պետք է իդեալական ոչ մի տեսակը բակտերիա չլինի։ Մեր օրգանիզմը առհասարակ ստերիլ չի։ Ու երբ որ հիվանդը ինչ-որ մեզում 5 հատիկ 5-15 աստիճան, 13 աստիճան, 10-2 աստիճան, եսիմ Streptococcus epidermidis, հա, ասենք մաշկից փոկված մի բան ընկել է։ Այդ անպայման պետք է բուժվի։
Գնանք առաջ ու խոսանք նաև կանանց մոտ խնդիրները, որ դու ավելի շատ տենց քո հիվանդների քանի տոկոսն են կանայք Երևի 50 կամ 55 հա բայց չգիտես ինչի ինձ միշտ գիտեմ որ ես աշխատում եմ մենակ կանանց հետ էս վերջերս այնքան մարդ ա դիմել էրեկցիայի բանի խանգարումով ասում եմ մենք առաջի անգամ ենք լսում որ դու տղամարդկանց հետ ես աշխատում այն պարագան որ իմ պացիենտների ուղիղ կեսը տղամարդիկ են այսինքն եթե կան 30 հոգի դրա կեսը մոտավորապես տղամարդ է հա կարաս իրականում ինձ թվում է մեր առողջ կոնկուրենցիա պետք է ստեղծենք մեր կենտրոնում որ բոլորս հավաքվել ենք հենց այդ է նպատակը բոլոր փորողները հավաքվել ենք մի կենտրոնում կանանց մոտ մենք անցյալ հաղորդմանը խոսացինք վագինիզմներից շատ խոսացինք ցավային խանգարումներից օրգազմը կանացի օրգազմը դա առանձին գիտություն է ես քանի գնալով համոզվում եմ որ տղամարդիկ ասեն ասում են կնոջս չեմ կարող բավարարեմ դա էլի սեքսոլոգիական խնդիր է բայց տղամարդ իր վրա պատասխանատվություն է զգում որ իր կնոջը չի կարողանում հասցնի օրգազմի ու ուսումնասիրելով նայելով ինքը առանձին գիտություն է։ Դու մի հատ օրգազմագետ, մասնագետ լինի, որ զբաղվում մենակ օրգազմի խնդիրներով։ Իդեպ որ բան ունես, ինչ մի հատ վատ ծրագիր է, կար որ անունները բերում է մարդկանց, որ համարը գրում ես, բերում է համարները, այդտեղ որ իմ համարը դրա, այդտեղ որ իմ համարը գրում ես, հեշթեգով բերում է ամենայն հայոց հեշթագետ։ Իսկ հիմա ամենայն հայոց հեշթագետ, ինչի կանայք օրգազմ չեն զգում։ Տեսեք, պատճառների շատ է։ Նախ առաջինը ճիշտ եք ասում, որ հենց սկզբից տղամարդիկ կարան դիմեն նորոլոգի, սեքսոլոգի եւ այլն, ու կարծում են, որ խնդիրը հիմնականում սեռական ակտի կարճությունն է։ Այսօր դեպքեր կա, չէ՞, որ սեռական ակտը 5 վայրկյան է, ամեն ինչ վատ է, դառնում է 5 րոպե, դառնում է ամեն ինչ լավ։ Բայց այդ կազմը օրգազմի խանգարումների մոտավորապես մի 10%-ը։ Մնացած պարագայում ասենք դու կրասակտը շատ երկար ասեն դառնա 20 րոպե, բայց միևնույնն է տվյալ կինը օրգազմի չհասնի։ Այստեղ նաև մի երկու բանի մասն եմ ուզում խոսամ, շատ հաճախ են ասում, չէ, օրգազմի մի քանի տեսակներ կա՝ վագինալ, ծլիկային եւ այլն։ Օրինակ համար վերջին տարիներում վագինալ օրգազմ հասկացությունը մի հատ մեծ հարցականի տակ է դրվել։ Ու շատերն ասում են, որ տենց բան իրականում գոյություն չունի, հենց գիտական առումով էլ, հա։ Այնտեղ ասենք կա այդ ջիկետ ասվածը, նյարդային ինչ որ որոշակի խուրձը, որի գրգռումից կարող լինի ինչ որ հաճելի ինչ որ մի բան, բայց հիմնական օրգազմը դա ծլիկային օրգազմն է։ Պլյուս կանանց պարագայում շատ ավելի կարևոր է բավարարվածության զգացողությունը, որովհետև հենց այդ բավարարվածության զգացողությունը կա, որպես կանոն կանայք գոհ են լինում սեռական հարաբերությունից։ Իսկ բավարարվածությունը օրգազմի հետ կապ չունի, կարա իրականում այսպես պիկ չլինի, օրգազմը ոնց որ այդ սեռական բավարարվածությունը պիկն է, էլի, կարա իրականում շատ պիկ չլինի, բայց տվյալ կինը հարաբերությունից շատ գոհ լինի իր ունեցած հարաբերությունից։ Թուլանա, հանգստանա, չգիտեմ, տրամադրություն լավանա եւ այլն։ Չէ՞ կիսա առավոտ գնա գործից ոչ մի բան չանի, հա։ Ու հենց այդ էլ տես այդ վագինալ օրգազմի գաղափարը այնքան են ճոխացրել, ոնց որ այդ ինչ որ մի հատ բան որ հարցակային է։ Այսի ռիլ եմ կտրելու հետո։ Հա, այնքան են ճոխացրել, որ պացիենտները գալիս են ասում են ամեն ինչ լավ է, թույն է, լավ բավարարվածություն եմ ունենում, նորմալ հեշտոցս խոնավանում է, ծլիկային թույն օրգազմ կա, вообще ամեն ինչ լավ է, բայց մեկը ես այդ ներսից այդ զգացողությունը չունեմ ու շատ դժվար է համոզել այդ պացիենտին, որ ամենայն հավանականությամբ այդ չգիտենք ինչ են կանելու դրա հետ։ Օրինակի համար էսթետիկ բժշկության մեջ մի հատ էլ անիմաստ գործողություն կա, օրինակ G-կետի մեծացում։ Անում է G-կետը շատ գիտեն որտեղ է գտնվում, ասե մի բան, որը իրականում մենք չենք տենում։ Հիշում ես մենք մի հատ գոլեգա ունենք, որ ասում էր բուժում ենք ինֆեկցիաները, որը իրականում չկա, բայց մենք գիտենք, որ կա ինչ որ բան, որ չեն հայտնաբերվել, ինֆեկցիաներ, որ չեն հայտնաբերվել, այդ ոչմ։ Հիմա այդ այսինքն մենք հենց չգիտենք այդ G-կետը որտեղ է, ինչ ֆունկցիա ունի եւ այլն, մենք գել ենք լցնում, ասենք այդ G-կետը դառնում է ասենք ինչ որ մեծ, ասենք հայլող G-կետ է դառնում։ Հա բայց մեկը բան չի փոխում դա ինձ կնոջ կյանքում էլի։ Այսինքն հիմա գիտությունը գնում է նրան, որ վագինալ օրգազմը տղամարդիկ կարան շնչեն, պետք չի տանջվել այդ վագինալ օրգազմը ինքնին անպայման չի լինի, որպես իհարկե մենք պետք է հաշվի առնենք, որ գույցունի առաջնային եւ երկրորդային անօրգազմիա, որը լրջագույն խնդիր է կանանց դեպքում, հա, չկա ոչ մի զգացողություն, չկա հաճույքի զգացողություն, կա անգամ երբեմն սեռական հարաբերության ժամանակ ցավ, զզվանք սեքսից եւ այլն։ Բոլոր տվյալ դեպքերը պետքա բավականին լուրջ մոտեցում եւ բուժում, հա, բայց շատ պարագաներում իրականում շատ ճոխացված է, էլի, կամ նույն օրինակի համար այդ հեշտոցի խոնավացումը, հա, այդ սկվիրտ ասվածը, որ շատ կանայք մտածում են, որ հարաբերության վերջում պետքա ինչ-որ լիքը արտադրություն լինի, ցայտի ասենք, բան, իրականում կան կանայք, ովքեր չունեն այդ ֆունկցիան։
Հիմա ինչ անենք, այդ նշանակում որ տվյալ կանայք ունեն թերություն կամ հիվանդ են կամ չգիտեմ ունեն ախտորոշում, բնություն, всё։ Վերջից մեծ պացիենտ էր դիմել, այնց հետաքրքիր գանգատով, ասում է սեռական հարաբերության ժամանակ խոնավացում շատ է լինում, ուրոլոգավարի սախստուգեցի ամեն ինչ նորմալ էր, հոգեբանությունը կամ պսիխոսոմատիկան կարա բերի գեր խոնավություն։ Ամենաշատ տրվող հարցից մեկն է։ Տվյալ պարագայում այդ ուրոլոգիայի սախսվես բանը պետք է անենք ասպեկտը, օքեյ։ Եթե ամեն ինչ նորմալ է տվյալ պարագայում, նաև կարող լինի, որ ի սկզբանե տվյալ կնոջ մոտ բնականից լինի առատ լյուբրիկացիա։ Այս տղամարդու մասին եմ խոսում։ Հա, տղամարդու մասին եմ։ Կարա լինի։ Էլի գրգռման ժամանակ շատ ակտիվ արտադրություն դուրս կա ու ստեղ ուղղակի նորմալ սահմաններում այլ բան, որ տղամարդիկ այդքան չեն նեղվում, որովհետև գիտես, դեպքեր երևի 1000-ից 1 տենց գանգատով դիմում։ Հիվանդը գանգատում է պարտքով։ Կանանց պարագայում շատ են դիմում, այն որ ոչինչ բան չկա։ Այն որ գայս ասում է բժիշկ Դավիթ, էս էլ բուժեցինք, մեկը կա արտադրություն, որ համոզում ես որ դա քո նորմալ արտադրություն, ասում է, էլի իմ նորմալ արտադրությունն է, բայց այդ արտադրությունն դուր չի գալիս։ Ես ամեն ժամանակ պետք է ինչ-որ ներքնաշոր փոխեմ, ես անեմ, այն անեմ, հարաբերության ժամանակ երբեմն խանգարում, պետքա ստոպ տան, չորացնեն, նորից անցնեն առաջ, նորից շարունակեն, ու տվյալ պարագայում էլ ինչ-որ որոշակի բուժման ոչ հստակ սխեմաներ, բայց ամեն դեպքում որոշակի բաներ կա, օրինակ հակալերգիկների օգտագործումը, հակադեպրեսանտների օգտագործումը, որի որպես կողմնակի ազդեցություն հեշտոցի չորությունը եւ այլն, հա, ինչ-որ բժշկության մեջ կա ինչ-որ այլընտրանքային մեթոդներ, որոնք դեռ հաստատված չեն, բայց չգիտեմ, երբեմն կարելի է նշանակել։ Իսկ հետաքրքիր բան ասիր, այլընտրանքային, ես դες գնացի մտքովս անցավ ավանդական բառը, հասկացանք մի հատ պարզ բան, մեր գոլեգաներից ինչ-որ մեկն էր ասում, ավանդական բժշկությամբ մենք ենք զբաղվում։ Այն ինչը որ կա, դա ոչ ավանդական բժշկություն է, էլի, ապացուցողական բժշկությունն է, ավանդական բժշկությունը, որով մեկ օրինակ են բերում, ասում են, բա ասենք, չգիտեմ, ասում եք ապացուցողական բժշկություն, բայց կան լիքը բույսեր բաներ, որոնք որ առողջարար են։ Իհարկե կլինեն, որ առողջարար են։ Այդ ամեն ինչը ոչ մեկ հարցականի տակ չի դրել։ Ուղղակի ամբողջ ասելերն է, որ եթե կա ինչ-որ մի հատ հիվանդություն, որ ունի հստակ բուժում, առաջնային նախապայմանը պետք է լինի այդ հիվանդության բուժումը։ Ախտորոշումը։ Այդ են եղա, որ պացիենտն ասում եմ, եթե պլանավորում եք հղիություն, պետքա կողմնակի բաներ չանեք։ Ասենք պետքա, չգիտեմ, չծխեք, օրինակ խոտ եւ այլն, որովհետեւ կարա մեծացնի պտղի շրջանում հիվանդությունների ռիսկը։ Ու ստեղ հիմնականում ինչ օրինակ են բերում, ասենք մեր թաղից մեկը կար, ասենք սաղ կյանքը ծխելա 4 առողջ երեխա է ունեցել։ Նախ հարթ առողջ են թե չէ։ Հիմա եթե ասում եմ օրինակի համար կարաս 3-րդ հարգից գլխի վրա անգնես, բայց սաղ մնաս, բայց դա չի նշանակում, չէ՞ որ դա նորմալ։ Բոլորով կարելի է։ Կամ պրոսպեկտի շուկայի մոտից էս մի անգամից առանց կողքի հետ նայելուց անցնես դեպի ասենք այն բոուլինգ արենա ու սաղ մնաս, հիմա ինչ անենք։ Այդ ճիշտ է։ Ինչ անենք։ Ոնց է Էդմոն Մարոկյանն ասում ինչ անենք։ Եկալ են գնանք շենքեր գրաֆենք, ում լրիվ։ Ինչ անենք։ Ասենք այդ չի նշանակում որ դա նորմալ է, ասենք հիմա ինչ-որ մեկի բախն է կբերի, բայց գոյությունի հավանականություն, չէ՞, ու այդ հավանականությունը որ ասենք 10 անգամ բարձրանում է, ուրեմն լուրջ բան է այդ հավանականությունը, գիտություն գոյություն ունի, ինչ են որոշում։ Մի հատ ռանդոմիզացված հետազոտություն, երբ որ գրում են, ասենք 10 տարի, մի հատ ինչ-որ բուժման մեթոդ ապացուցելու համար, չեմ պատկերացնում, ինչքան մարդ, ինչքան բանաներ գրաված, ինչքան թիմեր են աշխատում։ Մի հատ ավելի վատ բանա լինելու Հայաստանի գլխին։ Ես տեսա, որ Իլոն Մասկը ավելի ակտիվացրել է Starlink-ը ու այն ում որ պատվաստել են հիմնականում COVID-ի պարագայում, գիտես, այդ չիպերը որ տեղադրել են, հիմա ժամանակն է որ արդեն միացնեն ու անջատեն այդ չիպերը։ Ու դրա համար ես էս այդ կորներ շատ վատ եմ։ Ես էլ եմ երկու օր պատվաստել։ Դու ինչ պատվաստել ես։ Ես AstraZeneca-ն ստացել։ Ես Sinopharm եմ ստացել։ Ես չինականը։ Իմի վրա հələ լավ չի։ Կարող է լավ չասի։ Ես լավ չեմ գլուխոս ցավում ա բան։ Ես այդ ինֆորմացիան չէի կարդացել, մտածում եմ միգուցե ասենք ես ինձ, չգիտեմ, ներշնչում բան, պարզվեց իրական է, փաստորեն այս երկու օր արդեն մեզ կանջատեն։ Այդ նայ կոնսպիրոլոգիան ինքը ինքան դաժան բան է։ Ինքը պարունակում է իր մեջ 0.1% ճշմարտություն, կոնսպիրոլոգիա 0.1%-ից կախվում է ու 99.99% կեղտակ երցնում, էլի ասենք բառեսպոնի իմաստով։ Իսկ դուք ունեցել եք հաղորդման հյուր օրինակ նումերոլոգ։ Չէ։ Նումերոլոգ Խադավի։ Չէ։ Նումերոլոգ, ինձ սպանում է որ սկսում են այդ հետաքրքիր բան։ Ցիֆրավոյ ինչ-որ թվային եսի ինչ է։ Չէ։ Լսի ինձ սպանում է, գիտես, գարոսկոպներին որ սկսում են հավատալ, ասում են դե բժիշկ ջան, ես այդ եղջյուր եմ։
Չգիտեմ այդ բանը։ Ու եթե դու 85 թվին ծնվել ես այդ եղջյուրի համաստեղության տակ 2025-ին, այդ համաստեղությունը լրիվ ուրիշ է, լրիվ ուրիշ ամսին է, էլի։ Ասենք երկրագունդը այդ համաստեղության կողքերն լինելու ու հավատը։ 9% ասում է շատ ակտիվ եք բանման, որ ամսին եք ծնվել, ասում եմ մարտի 30։ Հա, խոյ եք դրանից։ Հա, հիմա որ ինձ հարցն է, ասում ես հունիսին եմ ծնվել, կասեն հա դու երկվորյակ ես դրանից է։ Սենց հարց առաջացավ իմ մոտ, էլի շատ են հարցնում, բժիշկ ջան, որ աղջիկը քայլվածքից կարաս հասկանաս աղջիկը, դու որպես սեքսոլոգ, կարաս աղջիկը քայլվածքից հասկանաս աղջիկը կույսա թե չէ, իր համար քայլում աղջիկը փողոցում ես նայում, ասում ես կույսը կույս չի, փորձելա չի ստացվել, ասենց ու տենց։ Ըստ հենց քայլվածքից ու նստած դիրքից էլ որոշում ենք էլ այնտեղ ներզնում բանման դժվար։ Չէ, իրականում է շատ հիմար մի հատ խոսակցություն է, որը որոշակի խմբի մարդկանց է բնորոշ, հիմնականում շատ խիստ ցածր ինտելեկտով, ովքեր որ կարծում են, որ հնարավոր է ինչ-որ մեկի նստած դիրքից, խոսելու ձևից եւ այլն հետեւություններ անել, արդյոք կույսա տվյալ մարդը թե չէ։ Կուսությունը կարող են ստուգել մենակ մի եղանակով, դա ներզնման եղանակն է։ Իտո դու կուսությունը չես ստուգում։ Դրանով դու ստուգում ես կուսաթաղանթի արկայությունը, Молодец։ Որովհետեւ պլյուս այդ հարցն են շատ տալիս որպես սոնոգրաֆիստ նաև արդյոք որովայնի սոնոգրաֆիայի ժամանակ կուսաթաղանթը հնարավոր է տեսնել կուսաթաղանթը հնարավոր չի ասեն բոլոր նրանք ովքեր չունեն կուսաթաղանթ բայց ուզում են գնան ասենք ձվաներ սոնոգրաֆիան կարող են հանգիստ գնացեք հա ու չի երևա ոչ մի չի երևա ոչ մի բան կուսաթաղանթի թեման շատ հետաքրքիր է որովհետև կուսություն հասկանում նա կուսաթաղանթի արկայություն չարկայություն Կարաս դու ունենաս 35 սեռական պարտներ անալ օրալ սեքսով զբաղվես, բայց եթե կուսաթաղանթ ունես, всё կույս ես, եթե չունես, կուսությունը ստուգելու մի հատ ձև կա, դեմինին հարցնում ես, ասում ես ունեցել ես որևէ տեսակի որևէ սեռական հարաբերություն, եթե քեզ դա շատ հետաքրքիր է, ինքը իր պատասխանից դե հիմա կուսաթաղանթի ինդիկատորն է, չէ՞, հիմա դա անցյալ ուժ չունի, կա այս բանը ինչի որ կա։ Հետո կարելի է բան անել, դաժե կուսաթաղանթ կարելի է Wildberries-ով հիմա պատվիրել։ Ես արտիկուլը ուզում եք վերջում այդ հաղորդման ներքել կարող եք արտիկուլը թողնենք այսա լիքը մարդ գելա բժիշկան արտիկուլը թողնենք ես զբաղվեմ ներմուծմամբ նոր որ նորմալ գործ անենք մի մոմենտ լուրեր չտարածվի մի 10 տարի առաջ որ Հայաստան 5000 հատ կուսաթաղանթ են ներկրել ամենօժեղը որ այդ ինֆորմացիան գրված էր կուսաթաղանթի մեջն է գրած էր փակագծի մեջ որ բանը կարմիր գույնի արյուն է նկատվելու Կնույն ինչ արյուն պետք է կանաչի կապույտ ազնվականների մարսիական արյուն է նկատվում չէ այդ կուսաթաղանթի արկայություն չարկայությունն ասում լիքը տներ է քանդել բայց ասա որ հիմա լիքը բան փոխվել է մարշած մեջ որովհետեւ օրինակ հիմա լիքը զույգեր գալիս են որ պատրաստվում են ամուսնանալ բան բայց ասենք մի քանի տարի ակտիվ սեռական կյանքով են ապրում շատ լավ է ու շատ նորմալ է Նայ, սենց միշտ խոսակցություն կա հայ տղամարդիկ սեռաքաղց են անդադ սեքս են ուզում, անդադար սեքս են ուզում, բայց դու որպես մասնագետ, դու ավելի շատ առնչված կլինես ոնց որ երկու սեռի հետ։ Առավել տենց սեռականություն, հա, տենց ցանկություն կանայց մոտ է շատ դրսևորում, թե տղամարդկանց։ Okay, չգիտեմ ժամանակին ոնց է եղել, բայց վերջին տարիների Հայաստանում տղամարդկանց մոտ խնդիրները կտրուկ է շատացելի տարբերություն կանանց։ Այդ հիմնականում կարապայմանավորված լինի հետպատերազմական վիճակով, ստրեսով, դեպրեսիայով, այդ շատ աշխատելով, որովհետև գիտեք շատերը 1-2 տեղ են աշխատում նաև այդ ընթացքում, չունեն ազատ ժամանակ, գերհոգնածություն, էմոցիոնալ վիճակներ եւ այլն։ Երևի իմ պացիենտների հիմնական հատվածը մի 70%-ը, որ դիում է սեռական ցանկության հետ կապված, այդ լինում է հետեւյալ գանգատը, որ կինը ամեն ինչ անում, որպեսզի ամուսինը բուժվի, որպեսզի ունենա սեռական ցանկություն, որտեվ կինը ունի ստաբիլ սեռական ցանկություն, ամուսինը չունի։ Կինը մտածում է խնդիրն իր մեջ է, կարա չմտածի որ իր մեջ է, այն նկատում այդ մի քիչ շատ բան է, էլի կեղծա, որ ասում են հայ կանայք, տղամարդիկ ունեն գեր բարձր սեռական ցանկություն։ Չէ, հիմա շատ կանայք չեն հասցնում այդ ամեն ինչի հետևից դրա համար տղամարդի 3-4 սիրածապահում բան։ Այդ ամեն ինչը մի քիչ իրական չի։ Ստացի հետաքրքիր բան կա, որ այսօր մի հատ հիվանդի ասում եմ, ինչ ես աշխատում, ասում IT ոլորտում,
ասում եմ գործի բնույթն ինչ թեև է, դե IT ոլորտում կարող աչքինեմ ինժեները կամ բանը, ասում եմ չէ, նստակյացա ծանր բան չեմ անում, ասի հա որ ծանր բան աներ, դժվար սեռական ցանկության նվազումից բողոքեր, որտեղ հիմնականում զգացած ֆիզիկական գործանող, օրինակ հողագործ մարդիկ կամ շինարարության մեջ աշխատող մարդիկ, իրենք սեռական ցանկության օրինակ IT ոլորտում աշխատող մարդկանց շրջանում շատ սեռական ցանկության նվազումն է, սեռական ցանկության նվազումը։ Իսկ ձեր բարագամ օրգանական ինչ եք ունենում, շագանակագեղձի հետ կապված խնդիր բան լինում։ Դե հա, արյան շրջանառությունը վատացած է իրաց մոտ նստակես կեղում, բայց դա ավելի մեծ տարիքում։ Դա պետք է չես կարա 30 տարեկան օրինակի համար աշխատեն, ասենք, մինչև ժամը 11-ը, հելնեն մի հատ մարզվեն ու հետո նորից շարունակեն աշխատել եւ Ես մի հիվանդի էրեկտիլ դիսֆունկցիա բուժել եմ, ընդհանրապես ասել է, որ պետքա իր 10,000 քայլը քայլի։ Հա։ Իրան հետ էր պետք գնալ ֆիթնեսի։ Կամ գնալ ֆիթնեսի, հա։ Հետո պետք է IT կամպանիաները մի հատ առանձին ուրոսեքսոլոգիական բաժին։ Այո, պետք է։ Իդեպ, եթե դուք հարուստ IT կամպանիա եք, մենք երկուսով կարող ենք լեկցիաներ կարդանք ձեր ստաֆին։ Ձեր ստաֆին, այո։ Մի անգամ ինչ կարող գինեկոլոգ որ նորմալ փողով, բայց փողով են որ աշխատակիցները նորմալ հարաբերություն ունենան, նորմալ սեռական կյանք ունենան, տրամադրությունները բարձր։ Ձեր IT կամպանիայի աշխատանքի պրոդուկտիվությունը մոտավորապես 3-4 անգամ կաճի։ 100%։ Պրոստը պետք է այստեղ տարական ինչ որ մի հատ հոգի գինեկոլոգ եք բերենք հետներես։ Մեր հաղորդման գործընկերն է բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնը։ Բժշկական գենետիկայի կենտրոնը Աբովյան 34/3 հասցեում գտնվող բոլորդ էլ գիտեք, ու գիտեք այնտեղ կարելի է հանձնել գենետիկական անալիզներ, մասնավորապես պարբերական հիվանդության հետ կապված։ Սակայն քչերը գիտեն կամ զարմանում են մեկ-մեկ, որ բժշկական գենետիկայի կենտրոնում կարելի է հանձնել անալիզների ամբողջ սպեկտրը, սկսած արյան ընդհանուր քննությունից վերջացրած բարդ NGS պանելներով կապված հղիության, օնկոլոգիական հիվանդությունների, ռևմատոլոգիական հիվանդությունների, սիրտանոթային հիվանդությունների եւ այլ տարբեր տեսակի պաթոլոգիաների համար։ Կարող եք հանձնել հորմոնալ տեստեր, կենսաքիմիական տեստեր, մանրեաբանական հզոր լաբորատորիա, PCR լաբորատորիա եւ շատ ծառայություններ, որ մատուցում է բժշկական գենետիկայի կենտրոնի պրոֆեսիոնալ, բարի ու շատ ընկերասեր թիմը։ Մանրամասների համար կարող եք զանգահարել 015 800 հեռախոսահամարով կամ այցելել cmg.am կայք։ Իդեպ բժշկական գենետիկայի կենտրոնը անցել է ISO հավաստագրումը։ Դե ինչ սիրելիներս, այցելեք մեր մոտ ու առողջ եղեք։ Հարց մեր ռեժիսոր Ֆրանգուլյան Հայկից, արդյոք օրվա ժամը կապ ունի սեքսով զբաղվելու ժամանակ հղիության հավանականության հետ։ Իսկ եթե ժամը 11-ին սեքսով զբաղվի ու ժամը 5-ին ինչ որ հավանականություն կա, դու ասա, բայց ես հետաքրքիր բան եմ ասել։ Եթե իհարկե գնանք այն հիմար մեթոդով, որ պետք է հատուկ հաշվարկներ անենք, թե օրվա որ ժամին, որ քրոմոսոմն է ակտիվ, հավանականությունը ինչքան մեծ է եւ այլն, տվյալ պարագայում միգուցե, բայց իրականում տենց բան գոյություն չունի։ Ոչ ժամն է կարևոր, ոչ օրն է կարևոր, ոչ դիրքն է կարևոր, դիրքն էլ եմ շեշտում, որովհետև կանկանեք, ասենք որ հարաբերությունից ոտերը օդ են հանում, ու այդպես պարզում են մոտավորապես գեժան, որ սպերմը հետ չթափի։ Կամ կոնքի հատակի այս պոչուկի հատվածում բարձ են դնում ու այսպես սպարկում են, ասենք մի ժամ, որ այս սպերման գնաներ ստեղի ունենա։ Այդ կարող է պրոստը որ սեքսից հետո կոֆե չդնեմ, բայց ասում եմ պարկի։ Նկատում չկա այդ ամեն ինչի կապ չունի այդ հաշվարկն է։ Ամենավատ հարցը հիմա էս է։ Չէ, մի վարքան ես մի հատ այստեղ հավելում անեմ, կամ մի հատ հետազոտություն, փոքր հետազոտություն արած, որ ցույց է տալիս, որ առավոտվա սերմի մեջ ֆրագմենտավորված DNT-ով սպերմատոզոիդների քանակը ավելի քիչ է, քան երեկոյան, ինքը ցույց է տալի անտիօքսիդանտ էֆեկտի ազդեցությունը, ինքն էս չի ասում, որ իր գունը սեքսոս բաց ավելի լավ երեխա կունենա, պրոստը մեր հետազոտություն արել, պատճառ-հետևանքային կապ չկա, պրոստը ցույց է տալի, որ X քանակով մարդիկ, որ առավոտվա սերմում, իրիկվա սերմում ֆրագմենտավորված DNT քանակը տարբերվում է, որտեղ ինչ էի ուզում ասենք, որ ինչքան շատ սեքսով զբաղվեն մարդիկ, այդքան ավելի շուտ հղիություն կլինի։ Ոչ թե այդ լեգենդ կա, չէ, 3-4 օրը մեկ sense զսպում են իրանց պահում են, որ sense բում կրակեն սա սպերմատոզը, բայց հակառակը, այդ ժամանակ սպերմատոզինի շարժունակություն ֆրագմենտացիայի աճճան ավելի աճած է ալնում։ Այս ֆրագմենտացիա որտեղ կարելի է հանձնել։ Իդեպ բժշկական գենետիկայի կենտրոնում կարող եք հանձնել DNT ֆրագմենտացիայի քննություն սերմով ու հասկանալ բազմակի վիժումների կամ անորոշ անպտղության պատճառները։ Ես մի հատ էլ ինտեգրացիա եղավ էլի գենետիկայի կենտրոնի, հաղորդման սկզբում կար։ Դու իր հարցը իր տալի ինձ։ Մոռացա Ինչ պետք է երևի շատ հարցներ սեր հաշվել լինում, թե չէ, այդ էր ուզում հարցը։ Չէ, դա լավ բան է։ Դա շատ եմ լսել, իրականում իմ համար դա մի քիչ շոկային բան է, երբ որ ասենք տարբեր խմբերում նշում են, որ եթե այդ օրը ունենաք հարաբերություն, կլինի Y քրոմոսոմը ակտիվ, այսին ժամին, ինչը հաշվարկը այդ սկզբունքով է, չէ՞ աշխատում։ Եվ կծնվի երեխան տղա։ Հիմա հարց.
այդ ոնց են ակտիվացնում Y ու X քրոմոսոմը։ Եթե ակտիվանա Y ու X քրոմոսոմը, այդ կլինի չարիք։ Ասենք մենք կարիոտիպում կունենանք լուրջ խնդիրներ։ Կլայնֆելտերի համախտանիշ եւ այլն։ Դա խելքին մոտ է դոկտոր։ Ասենք նախ սկսենք, որ Y ու X քրոմոսոմ ունեն մեր բոլոր բջիջները, բոլոր։ Քանի տրիլիոն բջիջ ունենք, տրիլիոնի մեջ էլ մենք այդ քրոմոսոմներն ունենք։ Ու որն են ակտիվացնում, ոնց են ակտիվացնում։ Ախր դա գենային ինժեներիան զարգացել է նրանց, վերջերս մի հատ հետազոտություն էին արել Ճապոնիայում, ստացվել էր Down-ով հիվանդ երեխու 21-րդ քրոմոսոմը բան անել, տրիսոմիան վերացնել մի բջջի մեջ։ Այսինքն եթե ստացվի տրիլիոն բջջի մեջ վերացնել, երեխուն Down-ի սինդրոմից կարելի է բուժել, բայց դե ընդհանրապես մի բջջի մեջ են կարելի տրիսոմիան բուժել։ Իսկ ո՞րն են ակտիվացնում Y քրոմոսոմը։ Իսկ կարծացել եք, որ ասում են տարի ընթացքում Y քրոմոսոմ վերանալու է։ Ահա, սուս դա էլ է շատ խնդալու, բայց այդ հետազոտությունը մի քիչ ուրիշ բանով է գրած։ Վերնագիրը տենց է տալու, բայց ինքը գրած է զուտ, որ կենթանական աշխարհում, ոչ թե Homo sapiens-ի մոտ, կենթանական աշխարհում, ոչ միջատների բանում իքական սեռի ներկայացությունը ավելի շատ է սկսել ծնվել, քան արական։ Հա, բայց դա խոսում է, որ այդ պոպուլյացիաները գուցե եւ էվոլյուցիան ավելի հիմա քչանում են, ու էվոլյուցիան ստիպում է կին օսիբները շատանա, որ հղիությունը շատանա ու իրանց վիդը ոնց որ պահպանվի, էլի, զուտ այդ բանով է։ Հա, ինքը մի հատ ուրիշ սիտուացիա է քրոմոսոմը որ վերացավ։ Ես վատ սկեսուր եմ, եկել եմ գենետիկայի կենտրոն, չեմ պատկերացնում, որ դու վատ սկեսուր ես։ Գենետիկայի կենտրոն դուրդ խփում եմ, հետս հարցս է ու ասում եմ, որ օրինակ ինչ անենք այս աղջկա, այդ արդեն 4-րդ աղջիկն է ունենում։ Ինչ անենք, իրանց ցեղի մեջ սաղ աղջիկ են ունենում։ Դուք որպես բժիշկ ինչ եք խորհուրդ տալիս։ Սեռի ընտրությունը ումից է կախված, երեխայի սեռը։ Y քրոմոսոմը տղամարդուս կնոջ պետք է ասես գնա տղուտ հետ արի, բայց իրանը չես կարելի օգնես, որովհետև անհնար է։ Այսինքն կինս թե կապ չունի, հարսից չի որ տենց է։ Դե միանշանակ կիսուրից ավելի շատ որպես բարագամ կողա կախված կան հարսից։ Որովհետև կան, չէ, հիմնականում ասում են կնոջից է կախված, իրանք բոլորը ասենք աղջիկ են ունենում եւ այլն։ Այդ կարևոր հարց ուզում եմ վերջնական ոչ մեկ չի կարող ասի մարդիկ ինչ սեռի երեխա ամեն դեպքում պետք է հստակ նշենք, որ երեխայի սեռը անմիջապես կախված է Y քրոմոսոմի ու ստե ամենակարևորը թե ուզում եք դա ունենա կարակ դիմեք արտամարմնային բեղմնավորման, բայց դա սահմանափակված է իրավունքով միայն պաթոլոգիաների ու լուրջ խնդիրների դեպքում դու կարա սեռը որոշես միջև հղիությունը, էկոյի ժամանակ, բայց դա որոշակի հիվանդություն, օրինակ զույգը չի կարող տղա երեխա ունենալ որոշակի հիվանդությունների պատճառով, էկոն օգնում է որպեսզի աղջիկ երեխեք ունենան, մեթոդներ կան, PGD մեթոդներ կան, ստուգումների եւ այլն։ Իդեպ երեխայի սեռը հնարավոր է որոշել միայն արտամարմնային բեղմնավորման միջոցով է դա ասում։ Ուրիշ տարբերակ մենք չունենք։ Այդ էլ հետազոտությունն է, որը նորից արժի ոչ մաչելի, բայց իրականացվում է։ Մենք լիքը ուսանողներ են մեզ նայում, կլին արդինատորներ, ուզում եմ գիրք սեքսոլոգիայից գրքեր խորհուրդ տաս, որ իրանք կարդան։ Ու այն մեր ամբիոնական գիրքը լավն է, թե չէ, իսկ թվում է վատը չէ։ Մեր ամբիոնական գիրքը բավականին լավն է, որպես առաջնային ինֆորմացիա, գրքերի բոլորը մասնագիտական գրքեր կարող եմ խորհուրդ տալ, օրինակի համար շատ լավն է, նաև ուսանողների համար լիքը ինֆորմացիա կտա, Եվրոպական սեքսոլոգների ասոցիացիան ունի գայդլայններ շատ մեծ հատորներով, ֆեդերացիան էլ երկու տարբեր կազմակերպություններ են, մի հատորը հիմնականում հոգեբան, հոգեբույժ, հոգեթերապևտների համար է նախատեսված, եւ մյուսը հենց բուն կլինիկական սեքսոլոգների ու տենց շատ մեծ բաներ, իրանք շատ լավ ինֆորմացիա կա։ Իսկ ուրիշ ունեցի որ գեղարվեստական գրականություն, օրինակ Պետրոս Դուրյան, Բալզակ, սեքսոլոգիան հասկանալու համար։ Ռոմանտիկա։ Բալզակն ինչ է թույլ տալի հասկանալ։ Ռոմանտիկա։ Իսկ սեքսոլոգը պետք է նաև այդ զույգի կյանքի մեջ ռոմանտիկա մտցնի։ Ինչ ոչ։ Հա։ Սեքսոլոգը պետք է լինի շատ լայն մտահորիզոնով անձնավորություն, չի կարող լինի սահմանափակ։ Պետք է նաև որոշակի չափով տեղեկացված լինի շատ թրենդերից, որ օրինակի համար նշ լինի ինչ որ մեկ իր երեխային բերի, որ ասենք քիփ-հոփ է լսում, ու մազերը որոշելա կապույտ ներկի, ասենք այդ 11-12 տարեկան երեխան ինչ որ մի օր ինչ որ չէ թրենդեր բան են անում, ու իրանց մաման որոշի, որ շտապ պետք է երեխային տանել հոգեբուժի մոտ, որպեսզի շտկեն ներասարական կողմնորոշումը եւ այլն։ Եվ առասարակ պետք է իր անձնական կարծիքը չփաթաթի դիմացի։ Միանշանակ, այդ թեմը շատ տարբեր են լինում սեռական ցանկությունները, նախասիրությունները եւ այլն, էլի։ Իսկ քո մոտ հեչ եղել է, որ մարդը հետերոսեքսուալ չի,
ձեռքը բռնած ծնողը բերում է, ասում բուժի։ Իրականում շատ է եղել, ոչ թե մի անգամ։ Բայց սվալ պարագան պետք է հիմնականում աշխատանք տանել ծնողի հետ, բացատրել, որ սեռական կողմնորոշումը հիվանդություն չի, բուժման տարբերակ չկա, դասակարգումից վաղուց դուրս է եկել, ու եթե մենք փորձենք ինչ-որ մի բան անել, շատ մեծ է հավանականությունը, որ տվյալ երեխային կտանենք դեպի ինքնասպանություն։ Քանի որ այդ կոնվերսիոն թերապիան է, երբ որ ժամանակին արգելվել է, ինքը ոչ միայն եղել է ոչ արդյունավետ, այլ նաև եղել է խիստ վտանգավոր։ Իհարկե մինչ օրս կան մասնագետներ, այսպես ասած, ովքեր որ ամեն ինչ սիրում են բուժել ու կարան ասենք տեղի տան ծնողի էմոցիոնալ ապրումներին, բացարձակապես դեմ չեմ, որ ծնողը կարող ունենա շատ ծանր էմոցիոնալ հոգեվիճակ տվյալ պարագայում, ինչ-որ կարգավիճակ, բայց դե պետք է աշխատել, պետք է բացատրել, պետք է հետագան ներկայացնել եւ այլն։ Դա մեծ խնդիր է, որտեղ մի քանի անգամ ականատես են դժվար պատահարներ, որ երիտասարդները ինքնասպանելի լինում, ծերական կողմնորոշման ու ընտանիքից նույնիսկ բան անել։ Այլի հասարակության խնդիր է, ավելի շատ։ Հետո իդեպ եկեք մի բանում ավելի հստականանք, այստեղ խոսքը մենակ ծերական կողմնորոշումի չի։ Մեր ժողովուրդը շատ է սիրում բոլորին թիրախավորել։ Անկախ ծերական կողմնորոշումից, մազերը երկար չի, ջինսը ճղած չի, բժիշկ կա, բայց ասենք իրանց մեյմունություն է անում, ասենք սա բժիշկ է, թե ծաղրածու, ասենք օրինակ էլի։ Ինձ մի անգամ բանալեցին, ես ասացի երեխոս պամպերսը փոխում եմ։ Բա լինում կինս տունը չի կամ հարմար չի կամ երեխու հետ խաղում եմ պամպերսը։ Այդ ախպեր տղամարդու գործը, բան երեխու պամպերսը փոխելը, այսինքն օքեյ է երեխուն չի շիկոտ պամպերսով ժամերով պահել, բայց օքեյ չի հանել, փոխել, դա արդեն չգիտեք ինչ անեք, ամեն ինչ անում եք լայքի համար։ Դա չգիտեք ինչ անեք։ Մնաց գնաք զուգարան, դա նկարեք, արդեն էլ բան չի մնացել։ Հենց դա հարցը, որ բանը, ախր մենք չենք ընդունում մարդկանց, որ մի քիչ տարբերվում են այդ ամեն ինչով էլի, հա։ Նկատում եմ ասում, միշտ ասում, ստե խնդիրը մենակ սեռական կողմնորոշումի չի, էլի։ Ասենք մեկ ամուսնացած բաժանված է արդեն պիտակի տակ։ Օй, նոր ինձ մեկը զանգել հարցնում է, բժիշկ ջան, մի հատ աղջիկ կա, ամուսնացել, մարդը մահացել է, մեր ընկեր ուզում է հետ ամուսնանա, նորմալ է թե չէ, չգիտեմ քերին նորոլոգիական խորհրդատվությունից հետո կարամ ասեմ նորմալ թե չէ։ Կարելի է ասել դաժե նորմալ չի, որ այդ խեղճ աղջիկը շունգներ է տես կրակի մեջ, որտեղ այդ հարցերից զատ երևի դեղելի հարցեր կբարձրանային, բայց ամեն դեպքում մարդկանց պետք է ընդունել։ Իսկ ասում եմ, որ այդպես ինձ էլ են հարցեր տալիս, ուզում եմ դու որպես ուրոլոգ նաև պատասխանես, անատոմիայից ավելի լավ կլինես։ Ասում եմ ես օրինակի համար 16 տարեկանում մի անգամ զբաղվել եմ սեքսով եւ կուսաթաղանթս էլ չկա։ Հիմա 37 տարեկան եմ, նորից պետք է հարաբերություն ունենամ, արյուն կգա թե չէ։ Նորից աճել է այդ կուսաթաղանթը թե ինչ է, թե որ մի անգամ վնասվեց։ Նայեք, որ օրը, երբ որ կուսաթաղանթը կաճի, ժամանակ կարելի է նաև կտրած մատեր, ականջներ, քիթ, բան վերականգնել, ռեգեներացիան չկա, հա, սյուհայություն չունի։ Որ ասում են մի շրթաթռել, ձև հարցական է։ Այստեղ ուրիշ հարցել է, բարձրացրի այդ հարցը, արդեն բարձրացրու, որ լիքը մարդկանց կյանք թեթևանա, հնարավոր է չէ ունենալ ակտիվ սեռական կյանք, բայց չտենալ այդ արունը կամ չկուսազրկվել, այդ խեղճ աղջկան էլ չպախարակել, չհանել խաչին եւ այլն եւ այլն։ Տարբերակներ շատ են, կարելի կուսաթաղանթի շատ խորը տեղակայում, կարելի էլաստիկ կուսաթաղանթ, անգամ կարա կուսաթաղանթը վնասվի, բայց արյունային արտադրություն չլինի։ Ու էդ էլ։ Հիմա այստեղ մեկը կմտնի կգրեն բաներին է կարդարացնում, ունես թեմայք բարձրացել, որ բոլորը դրա քողի տակ տիպը պլաստայի եւ այլն, ինչ որ իրականություն է։ Դե հենց դա որ պետք է, գիտես որ այդ հարցը չպետք է բարձրանալ, եթե դու պլստալու մասին ես մտածում, դա պլստալ դա լավ չի, էլի, այսինքն պետք է մտածես, եթե երկու սիրող մարդ իրար հետ ամուսնանում են, ամեն ինչը ուրիշ ձև է, էլի պետք է։ Հա։ Անջան, մերսի մեզ։ Կուսաթաղանթի թեման շատ արդիական է, շատ գլոբալ է։ Հա, մեկ էլ մի բան, ամենակարևորը, շատ հաճախ են ասում, որ ուզում ենք դիմենք բժշկի, ովքեր որ կստուգեն կուսաթաղանթը եւ կտան ինչ որ սերտիֆիկատ։ Բան, մեդալ սերտիֆիկատով ու կոնֆետ։ Բոլոր բժիշկներին կոչ եմ անում տենց բաների մեջ չմտնել։ Նախ առաջինը մենք որպես բժիշկ դրա իրավունքներ չունենք, սկսենք նրանից։ Կա դատաբժշկություն, որ բռնաբարությունների ժամանակ այդ անում, մենակ այդ մի բան։ Մենք չենք կարող որոշենք տվյալ կինը ինչքան ժամանակավոր կույս չի, արդյոք այսքանի օրինակ ուսազրկում տեղի ունեցել թե չէ, վերականգնած չի եւ այլն, ինչ դիրքում է եւ այլն։ Դա միայն որոշում է դատաբժշկական փորձաքննության միջոցով։ Հասկանում ես, որ այս կոմենտներում լիքը սպանելու են հեսա։ Ինչ ուզում են գրել։ Դու մտածի, ես գիտես, որ խնդիր չունեմ կոմենտ գրելուց։ Եթե ինչ որ մեկ ուզում է կոմենտ գրի, ինձ կարա գրի վատ կոմենտները,
Դավիթին կարա գրի լավ կոմենտներ, Կամ Դավիթը հակառակը։ երբեմն մի քիչ ազդվում է վատ կոմենտներից։ Չէ։ Ես կարծում եմ, որ ծանր խնդիրներ ունեցող պացիենտներից նեղանալ պետք չի։ Դե ինչ ելնես, մեր հետ բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնի բժիշկ սեքսոպաթոլոգ իմ լավ ընկեր King of Vaginismus, Instagram blogger, influencer, բարեգործ Հիմա դու որոշես այդ հաղորդումը եթեր, հիմա դու որոշես այդ Շինարար Անդրոնիս Ղարիբյանը ծափահարեք ձեր էկրանների շուրջ, իրոք տենց հավես հումորով ու շատ տենց ինֆորմատիվ հաղորդում ստացանք։ Առողջ եղեք։